Մայրաթորի ազատագրման գործընթացը սկսվել է եւ անխուսափելիորեն հասնելու է տեղ, ճեպազրույցում ասել է Փաշինյանը, ուրախությամբ արձանագրում եմ, որ Հայաստանում հիմա հոգեվոր նորոգման process է տեղի ունեցել։ Ըստ էության եկեղեցին նաև արձանագրեց, որ նրանք ովքեր այդ պատարակը արել են, ովքեր կարգալույծ են, նրանք պիղծ են։ Դա խայտարակություն է։ Այո, դա խայտարակություն է եւ մասնակիցները այս մարդը ասկնում է հոգեվոր ինչ-որ բաների մաքրման ճանապարհին է իր արևին եւ հարցակում եւ ամենաստոր կեղտոտ ճանապարհն է բռնել։ Հիմա էլ տարածել են, բան են տարածում, ոնց որ թե մի սրբազանը մարդասպանա, մյուսը չգիտեմ ինչ է, մյուսը մասնակցել է։ Մի այլանդակություն, անբարո այլանդակ մի հատ ինչ-որ բանի մեջ ենք, խնդրեմ։ Դե Բայց հիշենք, Էդգար, նաև հիշենք, որ ինքը առնվազն մի 10 անգամ ասել է գնալու եմ, չի գնացել։ Չէ, եկեք այդ չհիշենք, էլի։ Չէ, ինձ նենց է բանանում այդ մեր կեղծ fake հաղթանակները, որ դրանք հաղթանակել չեն, էլի։ Կա հաղթանակ, այն որ Պյուրոսյան հաղթանակ է կոչվում, որ հաղթանակ է, բայց sense քեզ թողնումա լրիվ ավիրված։ Եվ կա вообще fake հաղթանակ, որ հաղթանակ չի։ Ասես չգնաց, կարող է մեզ բանանում։ Մեզ է գժվացնում, մեզ է ձեռառնում, եկեք դրանից վերանանք, մարդը իր գործը առաջացան։ Բայց երկու տեղ բարձր, որ ինքը ակնկալում է շատ մարդ կլինի, բավականին քիչ մարդ է գնացել է։ Հա, չէ, շատ լավ։ Պատարակների մենք դա տեսանք, չեն կարող չարձանագրել։ Արձանագրենք, շատ լավ, բայց դա չի նշանակում, որ ճաշկելույթից հետո տեսանք, որ հրավիրվածները դուրս եկան, ասեցին հայտարարություն է։ Էդ էլ է լավ։ Հա։ Հա, ահա, այդ նենց է տակիր վերնագիր էր։ Աղոտքի նախաճաշի գալա երեկո, նախաճաշի երեկո։ Բայց ասածս այն է, հա, Հովանավանքում քիչ էին մարդիկ, Թալինում ոնց որ էլ ավելի քիչ էին, բայց ախր այդ չի էական, մարդը գիծը բռնել է, իդեպ, այս աղոտքի նախաճաշի հետքերը, առիթ չեմ ունեցել սրա մասին խոսալու, նոր եմ գալիս։ Այս աղոտքի նախաճաշի հետքերը տանում են Ամերիկա, այս կարգալույցները, կարգալույցը արդեն թե չէ, չգիտեմ, ոնց որ չէ, բայց այս խռովարար նախկին դեռևս կամ ներկա քահանաների հետքերը տանում է Ամերիկա։ Եկեղեցին պիղծ է ասում, սրբապիղծ։ Տանում է Ամերիկա, այս նրանք լուրջ խաղեր են, այսինքն այստեղ նույնիսկ մենակ մենք ոնց ենք չէ բացատրում հայ-թուրք ու ճիշտ ենք բացատրում։ Բայց նաև այլ խաղացողներ են խառնված, այստեղ ընդհանուր այդ համաշխարհային աղանդավորական, այսպես ասած, ցանցերն են մեր եկեղեցու դեմ դուրս եկած, այդ նստելու ուրախանալ, որ ուղղակի 3 հատ բան, իդեպ եկեղեցին լավ սահմանում էր տվել պատարակի անվան ներքո իրականացվող սրբապիղծ միջոցառում, ոնց որ տենց էին իրանք սահման տվել, որ 3 հատ սրբապիղծ միջոցառմանը քիչ մարդ է գնացել, դե հիմա ես կարող ասեմ, դի вообще չգնար։ Իմ ասածն է ծայրահեղություն, բայց հիմա որ ասում եք Արշակ Սրբազանին, հա, տենց ուզում են տենց բանի մեջ մեղադրեն, դե ախր էս էլ խնդալու չի, հիմա իմացել եք, չէ, որոշել են կարող արդեն արել են, չգիտեմ, Արտաշիրի մել եղակ է ստեղծված Պողոս Պողոսյանի։ Դե զբաղացնում են ժողովրդին, ախր չեն զբաղացնում, հա, Ջալա ջան, տենց բան են կանում, հա, նաև այդ, բայց այդտեղ խորը ֆունդամենտալ բան էլ կա։ Իրանք ուզում են մի սրբազանի մեղադրել նախորդ կաթողիկոսին ինչ որ բան անելու մեջ, դուք ասեցիք, հա։ Պողոս Պողոսյանն Արտաշիրի մենիակ ուզում են ցույց տան, որ այս 30 տարվա մեր ապրածը, սա եղել է կեղծիք, սա եղել է լկտիություն, սա եղել է ոչինչ։ Մարդիկ մեր ապրածը, մեր 30 տարվա ստեղծածը, դե մեր ասելով ես մի այդքան տարեկան եմ, այսինքն ընդհանուր հայ ազգի, նաև Սփյուռքի Ուզում հողին հավասարեցնեն, սիմվոլիկայի մակարդակով, քայլի մակարդակով, ասեն ժողովրդին ասեն, նայեք, ձեր սրբազանը նախորդ կաթողիկոսին ինչ է արել։ Նայեք, մենք կհանենք բարի բուն իմաստով։ Թուրքական քարոզ, էլի թուրքական քարոզ։ Մեռելին բարի բուն իմաստով ըստորում կհանենք ու էլի հին բանը թուրքական քարոզ։ Հիմա այդ քարոզը մի օր մի քիչ լավ կաշխատի, մի օր մի քիչ վատ կաշխատի, սա չի էական։ Էականն այն է, որ այս հարցը պետք է լուծվի, վերջակետ պետք է դրվի, իշխանապողություն պետք է լինի, որ բոլորս ազատվենք։ Հիմա եկեղեցու մասին եք հարց տվել, հաջորդ օրն է ասում եք սպասում է, շատ լավ է։ Եկեղեցին բնականաբար ապառազմականացված կառույց է, իսկ ապառազմականացվածը սխալ բառ է, ոչ ռազմական կառույց է, չէ՞, պարզ է, կրոնական կազմակերպություն է։ Եկեղեցին ինչքան ներուժ ունի դիմադրելու, որոշ չափով ունի, բայց այդ չափը շատ փոքր է, եւ ես համարում եմ, որ մեր
վեհապար Հայրապետը այդ առավելագույն չափով դիմադրում է, բայց դա շատ փոքր չափ է, այդ փոքրի մեջ ինքը առավելագույնն անում, բայց չափը փոքր է, այս հարցը պետք է քաղաքական լուծում ստանա։ Հիմա օրինակ լավ, առիթ է, հարթակ է, ես էլ ասեմ, քարոզ եմ այսպես ասած, շաբաթ օրը ժամը 7-ին, 19:00-ին լինելու է, մատուցվելու է Էշմիա միացնայիչ Սրբազանների, Սամվել Կարապետյանի, Մերգերիների, բոլոր տեսակի բռնադատվածների Հայաստանում 40 քաղբանտարկյալ կա միայն 40 Հայաստանում, լինելու է պատարակ, գնանք մասնակցենք, ամենօրյա կռիվ է, տեսեք, ինքը իր տեսանկյունից ճիշտ բան է ասում, ինքնասպա ես ոչ եմ կռվել։ Ճիշտ է ասում, բոլորս եկեք գնանք։ Կիրակի օրը ժամը շաբաթ օրը ժամը 7-ին։ Իրիգունի 7-ին Էշմիածնում։ Մարդը ասում է, ես մայիսից սկսել եմ, ինձ թույլիկի տեղ մի դրեք, ձեռ մի առեք, պրոցես է, ընթացքի մեջ է, գնում է։ Ու ճիշտ է ասում, նենց չի է բանն, լավ Լորիս Մելիքովի թորն է, ինչ է ամենազոր է, ինչ ուզի մի րոպեում անի, չէ։ Բայց մարդը դա ընդունում է, որ սա պրոցես է, դե մենք էլ ընդունենք, որ պրոցես է, ոչ թե մի հատ ասենք Հովանավանքում տրոն թռցնես, տենաս քանի հոգի է, ասես կրեցինք։ Պրոցես է, հիմա այդ պրոցեսի հաջորդ չէ, հաջորդ օղակը նախ այսօր է, իդեպ ժամը 3-ին դատախազության մոտ են բանից թատրոնի ներքև էլի հրապարակի Վազգեն Սարգսյան 5 կարծեմ թե 7 ցույց կա, հավաք էլի, հետո երթա լինելու դեպի այդ բանը Արշակունյացի դատարան Սրբազանի նիսնա քաղբանտարկյալների ընդհանուր հարցը։ Այսօր է ժամը 3-ին դատախազության մոտ էլի 40 քաղբանտարկյալների համար Սրբազանների Սամվել Կարապետյանի, օրինակ տեսնենք այդ դեկորատիվ մեր ձևը կգնա կաջակցի այսօր ժամը 3-ին։ Թե կասի չէ այնտեղ որտեղ որ մենք ենք ասում Սամվել Կարապետյան, հա, դες պիտի ասվի։ Տեսնենք կգնա, ասենք իրանք մի 10000 հոգով կգնան, իրանք միացեն շարժվում են 10000, իրանք չեն շարժվում։ Սամվել Կարապետյանի ճիշտ ասեցիր, Սամվել Կարապետյանի համար, այն Սամվել Կարապետյանի անունը լինում է, որտեվ մեկը ինչքան ընդունեն, չընդունեն, մարդը գիտի չէ, մարդը 1 միլիարդի մենակ բարեգործություն է արել։ Բայց ինչ անօրթար բան չէ։ Մարդը 1 միլիարդի բարեգործություն արել, տարել են, փակել են, այնտես են ժողովուրդը հանգիստ նստել է։ Չունենք, երկրորդ այդպիսի բարերարը չունի էս։ Այն էլ Բաքվում է։ Հա, Ռուբեն 2 միլիարդեր բարերարում է, մեկն էլ Բաքվի բանտում է, այո։ Համաշխարհային կալիբրի են էլ ֆիլանտրոպ, բան եւ այլն։ Բա սա ազգի բան չի, վերացում չի։ Չէ, իրանք կալար են այսօր ժամը 3-ին գնան դատախազության մոտ։ Դա այդտեղ էսի մերը չի կամ ձերը չի կամ չգիտեմ ինչը չի, էնի մեր ձևով չի, էսի մայր Հայաստան չի, էսի չգիտեմ ինչ չի։ Էս էլ ասեմ ու գնամ, համ ես եմ վրազում, համ ձեր հաջորդ հյուրերը այս թեմայով, ուրիշ թեմա չեմ տանում։ Նայեք, մեր ձևովը ոնց ասեմ։ Մեր ձևովը ստատուս էր գրել չեմ հիշում հենց մեր ձևովի անունից էր թե Կարապետյան Նարեկի, որ ոնց որ կոպիտ ասած Էշմիածնի կոնտեքստում մեզ մի քննարկեք ընտրությունների վավաշապատի։ Չէ, բառացի չէր տենց գրել, բառացի հականիկոլական ստատուս էր, նորմալ է, բայց այնտեղ մտքեր կան, այդ մտքերն եմ ուզում անդրադառնամ ու ավարտեմ։ Միտքը հետեւյալն էր Կարապետյան Նարեկի, որ իշխանությունները փորձում են ասել, որ յանի մեզել են, մեր ձևովին են հաղթել Էշմիածնում, առահատ դուք մեր ձևովին հաղթել եք, երբ որ մենք կմտնենք կտենակ այդ ժամանակ հաղթելը որն է, շնորհակալություն ստեսություն։ Բա դուք ինչի չէիք մտել։ Գիտեք, ստե շատ խորը փիլիսոփայական հարց է ծագում էլի, ես է կարամ ռետորական հարցապնդում անեմ, ասեմ, հա, եթե ընդհանուր ընդդիմադիր դաշտի, ընդհանուր ազգային դաշտի մասին դու չես պայքարում, դու ով ես, դուք ով եք ընդհանրապես։ Եթե հաղթելա մի ուժ, որը ասենք ձեր առաջնորդին, ձեր ազգականին հալածում է, բանտում է պահում, դե դուք եթե սկզբում բանից եք, գողականից եք խոսում, իրականում այդ աշխարհի մաքուր կողմն էլ կա, դուք կեղտոտ կողմին մենակ անդրադարձակ, բայց այդ աշխարհին հավատարիմ ու ինչ-որ արժեքային համակարգ դավանող մարդիկ էլ կան, քիչ չեն, ճիշտ է, մեծ մասը Հայաստանում չի, իրանք էլ են հալածվում այս իշխանությունների կողմից, բայց եթե օրինակ նույն այս աշխարհի պրիզմայով նայենք, ասում եմ ձեր ազգականին, ձեր առաջնորդին, ձեր հարազատին հալածողը ինչ որ միտեղ էլի կրել է։ Ու դուք էլ կաք այդ թեմայի մեջ։ Հիմա հասկանում եք, դուք ինչքան պուճուր եք, ինչքան թերի եք, ինչքան չեք ընկալում, ինչքան քաղաքական չեք։ Նարեկ, ինչ Կարապետյան, Նարեկ Կարապետյան, մեր ձևով հասկանում եք։ Ինչքան պար բացակրել է, ոնց կրել է Հայաստանի Հանրապետությանը, դա նշանակում է բոլորիս, եւ կանգնել ասել, գիտեք մենք հələ ինչի չէիք մտել, ձեր դեմքով չեք մտել, ինչի թևերը չեք կշտել, գնացել վաղար շաբաթ կռիվ տվել,
Ինչի՞ չեք գնացել։ Կամ էլ մյուսները ինչի չեն գնացել, ձայներ են նայել, ռեյտինգ են նայել, չգիտեմ, ինչի չեք գնացել, ինչի դռնե դուրս չեք գնացել, ինչի հա, ասենք, եկացե վերջին օրով հայտատես չեմ պայքարում։ Եվ անձնական բանով եթե ընկալեք, դուք ոչ մի բան եք առանց Սամվել Կարապետյան, բա Սամվել ճիշտ է ասում, բա Սամվել Կարապետյանը փակված է, բա մեր մեծ հայերը փակված են Բաքվի բանտում, բա մեր մեծ սրբազանները փակված են, այս մարդը քաղաքի վրա է գնացել, բա որ մեր ձևով այդ չեք անում, ինչ եք անում։ Կամ ինչի չեք անում։ Սպասում եք որ օրվան։ Ես հիշացնեմ 20 թիվը եւ 100 քանի օր այդ մարդը փակված է։ 20 թվին, երբ որ կապիտուլյացիան եղավ, խորհրդանում հիշում եք ընդհանրապես այդ ժամանակ ովքեր էին։ Կասեմ, Բարգավաճ Հայաստանն էր ու Լուսավոր Հայաստանը, չէ՞։ Մի պա պատկերացրեք, եթե 20 թվականի նոյեմբերի 10-ին մեր ազգային ուժերը, ընդդիմությունը, ասենք Դաշնակցություն, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ, ասային դե ոնց որ մեր բազարը չէ, նախորդարանում ուժեր կան։ Իմիջիայլոց հիմա այդպիսի մարդիկ կան, ասում են դե խորհրդարանական մեծամասնությունը կամ լիդերը դե եթե Ռոբերտ Քոչարյանն է, մենք չխառնվենք, չի չեք խառնվում։ Չէ, եթե քո հետո շարունակություն են ասում են շատ վատ վիճակում ենք։ Ադրբեջանը պնդում է, որ պետք է տարածքները վերցնի, Տիգրան Աշենը վերցնի, ասեմ, եւ ինչա լինելու, դե Տիգրան Աշենից հետո Երևանը չի լինելու։ Եվ դուք ինչ եք ասում, շարունակում են ասել, դե լիդերը ինքն է, կամ մեծամասնությունը իրանք են։ Եվ 99% այս մտածողությունն ունեն, որտեղ նեղ, փուճուր, անձնային բան են գծագրում, բան են, միջև դուք կգծեք, իրանք Երևանում են արդեն, գծեք։ 20 թվականի նոյեմբերին մեծամասնություն ընդդիմադիր Բարգավաճները Լուսավորը, բայց ազգային ուժերը չասեցին, չէ՞, դե իրանք են խորհրդարանական բանը ընդդիմությունը։ Չէ, պիտի մեր ձևովի նաև Նարեկ Կարապետյան ինքը կրած ու թուրքերը ԿՊ-ի հետ միասին մեզ բոլորին վաղուց կրած ունեն, կրել են եւ շարունակում են կրել թուրքերի հետ միասին։ Բայց ցավոք սորտի ձեր գիտակցության տեղ չի հասնում, մենք ստեղ չենք պարտվել, երևի ասում են դե Սևակն է պարտվել, այնա պարտվել, չեն հասկանում, բոլորս ենք պարտվել։ Առաջին հերթին, այո, նաև հայ ժողովուրդն է պարտվել, հայ առաքելական եկեղեցին է պարտվել, ինչի համար հիմա ձեր հորեղբայրը եւ մեր մեծ հայրենակիցը, մեծ բարերարը փակված է, այո, ես չեմ ճանաչում իրեն, բայց դա ոչ մի նշանակություն չունի, որևէ նշանակություն չունի, եթե ինքը քարի վրա է դրել Արցախում, ուրեմն ինքը իմ համար ամենան է, այսքան բան։ Ապրեք։ Մնում է տեղ հասնի ամեն ինչ, չգիտեմ։ Դե ձեզ նայում են։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ։